Սիրելի հեռուստադիտողներ, մեր առաջին հատվածը նվիրված է մի հիվանդության, որը բավական տարածված է 15-ից մինչև 35 տարեկանների մոտ, հիմնականում ախտահարվում է նավիների աշխատանքը եւ շատերի մոտ դրսևորվում ամենատարբեր ախտանշաններով, երբեմն նաեւ դժվար ախտորոշվում։ Խոսքը կրոնի հիվանդության մասին է։ Այս հիվանդությունը պատկանում է աղիների քրոնիկ բորբոքային հիվանդությունների խմբին, ինչ ախտանշերով է դրսևորվում, ինչու է առաջանում եւ ինչպես է ճիշտ ախտորոշվում, այս եւ շատ կարեւոր հարցերի շուրջ կզրուցենք մեր այսօրվա հյուրի հետ։ Իմ այսօրվա հյուրն է Միքայելյան համալսարանական հիվանդանոցի գաստրոենտերոլոգ Լիար Թաբան, Երևանի պետական բժշկական համալսարանի դասախոս Էդմոնդ Բաղդասարյանի հետ։ Ողջույն։ Ողջույն, Բաղդասարյան, ներկայացման համար։ Շնորհակալ եմ, որ այսօր մեզ հետ եք։ Եկեք խոսենք նաև այն մասին, ինչ է իրենից ներկայացնում, ինչ է կրոնի հիվանդությունը եւ ինչու է հենց այդպես կոչվում։ Կրոնի հիվանդությունը դա աղեստամոքսային համակարգի իմուն միջնորդավորված քրոնիկ բորբոքային հիվանդություն է, որը կարող է ախտահարել աղեստամոքսային համակարգի ցանկացած հատված, սկսած բերանի խոռոչից մինչև հետանցք։ Անվանումը գալիս է այն անձից, ով որը հայտնաբերել է հիվանդությունը, դա Բեռնարդ Կրոնն է, ով իր երկու ընկեր գոլեգաների հետ միասին հայտնաբերել է այս հիվանդությունը։ Ուսումնասիրել են, նկարագրել են, հետաքրքիր է։ Որոնք են հիմնական պատճառները, եթե դրանք հայտնի են, եւ իհարկե ռիսկի գործոնները, ովքեր են ավելի ռիսկային խմբում։ Ցավոք սրտի հստակ էթիոլոգիան, այսինքն պատճառագիտությունը հայտնի չէ, կամ մի շարք գործոններ, որոնք կարող են նպաստել հիվանդության զարգացմանը։ Դրանց թվին է պատկանում գենետիկական նախատրամադրվածությունը, իմուն համակարգի խանգարումները, միկրոֆլորայի փոփոխությունները, անտիբիոտիկների օրինակ անհարկի կիրառումը, ինչու՞ չէ նաև ծխելը։ Սրանք մեծացնում են հիվանդության զարգացումը։ Հետաքրքիր է, նույնիսկ վատ սովորությունները կարող են ազդել այս հիվանդության զարգացման վրա։ Արդյոք կարող ենք ասել, որ ինքը շատ տարածված է այս հիվանդությունը Հայաստանում այլ երկրների համեմատ։ Ցավոք սրտի Հայաստանում չկա հետազոտություն վիճակագրության վերաբերյալ։ Եվ այս հարցին հստակ չեմ կարող պատասխանել, սակայն նկատում ենք, որ տարեստարի աճում են այսպիսի պացիենտների քանակը, որոնք դիմում են հիվանդանոց։ Թե ախտորոշումն է ավելի ճշգրիտ կատարվում դրա համար, թե ուղղակի հիվանդությունն է աճում, չեմ կարող ճշգրիտ ասել ձեզ։ Զուտ իմ հետևություններից ելնելով, բժիշկ Բաղդասարյան, ասեմ, որ շատ հաճախ նկատում եմ, որ կրոնի հիվանդությունը մի փոքր ավելի դժվար է ախտորոշում, երբեմն խճճված ախտանշաններով է դրսևորվում եւ բազմափուլային է, կարելի ասել, ինչ որ խելամիտ հաջորդականություն կա։ Շատ ճիշտ է։ Խոսենք այն մասին, ինչու է բարդ, ինչու է խճճված հիմնական ախտանշանները, կարծես թե այս ողջ հատվածը ձեզ եմ տալիս, ախտանշանները, բարդությունը ախտորոշման եւ հետո անցնենք նաեւ այդ փուլերին։ Սկսենք ախտանշաններից։ Ախտանշանները սովորաբար առավել հաճախ որովայնի ցավն է սպասիկ բնույթի, լուծը, դա ամենատարածված։ Այո, լուծը, փորկապությունը, ջերմության բարձրացումը նույնիսկ կարող է լինել աղների ոչ լրիվ դատարկման զգացումը, այդ թվում նաև ուղղակային արյունահոսություններ կարող են ոչ միշտ, բայց կարող են հանդիպել։ Բարդություններից կարող են ունենալ օրինակ խուղակների առաջացումը, աղիքի, միզապարկի, արգանդի, հեշտոցի, մաշկի եւ այլ օրգանների հետ միասին կարող են խուղակներ ունենալ։ Բարձրացնում է ռիսկը աղեստամոքսային համակարգի ուռուցքների զարգացման, թրոմբոզների զարգացման։ Այդ է պատճառը, որ ժամանակին ճշգրիտ ախտորոշումը կարող է նվազեցնել բարդությունների առաջացումը։ Իսկ ախտորոշումը, ինչպես դուք հարցրեցիք եւ նշեցիք, որ շատ բարդ է եւ բազմափուլային է, հաճախ դժվար է նրան տարբերակել նույնիսկ աղների տուբերկուլյոզից, եւ սա շատ կարեւոր է, որտեվ մենք տալիս ենք իմունոսուպրեսիվ թերապիա, եւ եթե օրինակ շփոթվենք եւ լինի տուբերկուլյոզ, կարող ենք նպաստել այս ինֆեկցիայի սերմնացրմանը։ Առաջի հերթին նախ ճշգրիտ անամնեզի հավաքագրումն է շատ կարեւոր։ Հաճախ պացիենտները իրենց անամնեզով կարող են մեզ հուշում տալ։ Օրինակ ընտանիքում հարազատների մեջ այսպիսի հիվանդության առկայությունը արդեն մեր համար հուշում է հանձնում։ Ինչպես նաև մաշկային տիպիկ փոփոխություններ կան կամ հենաշարժողական համակարգի աչքերի ախտահարումներ, որոնք թվում է թե պետք է կապ չունենան, սակայն նրա արտաղիքային դրսևորումներն են պատկանում։ Ախտորոշումը իրականացնում ենք առաջի հերթին նաև գաստրոկոլոնոսկոպիաներով, նաև բիոպսիաներ ենք վերցնում, հիստոլոգիկ քննություն ենք իրականացնում տվյալ բիոպտատների։ Պարտադիր բացառում ենք կղանքի եւ այրան քնությամբ ինֆեկցիաները, աղեստամոքսային համակարգի, այդ թվում նաեւ քրոնիկ ինֆեկցիաները, որտեղ հաճախ թվում է թե միայն սուր ինֆեկցիաները կարող ենք բացառել եւ վերջ, սակայն կային նաեւ աղեստամոքսային համակարգի քրոնիկ ինֆեկցիաներ նույնպես։ Փոքրիկ ճշտում ներողություն, այսինքն կարող են նույնիսկ քրոնիկ ինֆեկցիաները իմիտացվել որպես քրոնի հիվանդություն եւ հակառակը, դրանք իրարից պետք է անջատել ու դիֆերենցիալ։ Եվ հաճախ լինում է, իհարկե սկզբից դրվում է քրոնի հիվանդություն, իհարկե բոլորը բացառած են լինում բժիշկները, բայց նույնիսկ ամիսներ կամ որոշակի ժամանակ անց դիագնոզը կարող է փոփոխվել։ Իհարկե ամեն ինչ արվում է նրա համար, որ դա չլինի,
բայց փորձում դեպքեր լինում են։ Նաև հետազոտությունների համար կիրառում ենք MRT հետազոտություն, ԿՏ հետազոտություն, շատ կարևոր է որ էնտերոգրաֆիայի ռեժիմով արվի։ Ցավոք ոչ բոլոր տեղերում է արվում էնտերոգրաֆիայի ռեժիմով, ուղղակի սովորական կոնտրաստով արվում է, ճշգրիտ կլինի, սա նաև մեր ռադիոլոգներին է վերաբերվում, որ պարտադիր էնտերոգրաֆիայով արվի։ Եվ գոյություն ունի նաև աղների ուլտրաձայնային հետազոտություն կոչվածը, որը Հայաստանում դեռևս այդքան էլ զարգացած չէ։ Այո, այդքան էլ ակտուալ չէ։ Իսկ ինչն է պատճառը, հագեցվածությունը, սարքերի ռեժիմը, թե մասնագետի որակավորումը։ Երևի թե բոլորը, բայց ավելի շատ մասնագետի որակավորումն է։ Այ դուք ասցիք էնտերոգրաֆիա, հետաքրքիր է, այսինքն ինչով է դա տարբերվում կոնտրաստնյութով կոմպյուտերային տոմոգրաֆիայից, դա ինչ որ հատուկ էլի ռեժիմ է, թե նյութ է։ Նաև հատուկ պերոս եղանակով, այսինքն բերանային եղանակով նյութ են տրամադրում, եւ իհարկե այլ հատուկ ռեժիմով են նայում։ Այսինքն ժամանակվա ընթացքում նաև աղները գնահատում են աղների աշխատանքը։ Սա կարծես թե ավելի շատ էլի ուղղորդող բժշկի եւ ռադիոլոգի կարևոր համագործակցության մի ինչ որ հատված է, կարևոր օղակ է ախտորոշումը ճշգրիտ կազմակերպելու համար։ Բժիշկ Բաղդասարյան, մենք գիտենք, մենք բժիշկներն էլ մարդիկ էլ ովքեր առանջվել են եւ նույնիսկ ընտանիքի անդամները, որ կրոնի հիվանդության դեպքում անկախ նրանից այո այս կամ այն օրգան համակարգերի ախտահարումը շատ խիստ ուժում է կյանքի որակը։ Եկեք նաև այդ մասին խոսենք, չմոռանանք ու չանտեսենք ինչով է դժվարանում մարդու առօրյան կյանքի որակը, աշխատունակությունը, ինտեգրվածությունը, միգուցե կաշկանդվածություն առաջանում, ինչպես է դրսևորում եւ ինչ անել դա հաղթահարելու համար։ Հենց նույն օրինակը, երբ որ մենք ասում ենք պացիենտը հաճախակի լուծի ունենում որովայնի ցավեր, սա նվազեցնում է նրա աշխատունակությունը, այսինքն հաճախ տանից չեն ուզում դուրս գալ, գործի գնալ, ոչ թե չեն ուզում, այլ չեն կարողանում նաեւ։ Նվազում է նրանց աշխատունակությունը եւ նաեւ շատ է մեծ այս պացիենտների մոտ հոգեբանական խնդիրները իրանց առողջական խնդիրներով պայմանավորված, շատ հաճախ նյարդային են լինում, հուզական են լինում եւ սա ամբողջապես նվազեցնում է նրանց աշխատունակությունը։ Օրինակ, եթե անդրադառնանք թե որ տարիքում ենք հաճախ հանդիպում, մենք ասում ենք, որ կարող է հանդիպել ցանկացած տարիքում, սկսած մանկականից մինչև տարեցհասակ, սակայն գագաթնակետը դիտվում է 20-ից 30 տարեկան հասակում, դա այն շրջանն է, երբ որ մարդիկ աշխատում են եւ նաեւ սովորում են։ Այս շրջանում պատկերացրեք կտրուկ աշխատունակության նվազեցումը ինչքանով կարող է բերել կյանքի որակի իջեցմանը։ Չեմ կարող չհարցնել, արդյոք այստեղ հուզական գործոնը, իհարկե դուք ասացիք ժառանգական նախատրամադրվածություն, մի շարք այլ գործոններ կամ վատ սովորույթներ, բայց արդյոք այ պսիխոսոմատիկ ինչ որ կոմպոնենտ ունի կրոնի հիվանդությունը եւ այդպիսի կապ հաստատվել է թե ոչ։ Միանշանակ այո, գոյություն ունի։ Մենք ընդհանրապես բժշկության գաստրոենտերոլոգիայում ասում ենք աղիկ ուղեղ առանցք, այսինքն կապ կաղեսնամուխային համակարգի եւ ուղեղի միջեւ։ Նրանք փոխադարձ կապի մեջ են գտնվում եւ աղիքում տեղ ունեցող փոփոխությունները ազդում են մեր նյարդային համակարգի վրա եւ ընդհակառակը։ Շատ դուք ինքներդ նյարդաբան եք եւ ինձանից լավ կտիրապետեք դրան եւ այս պացիենտների մոտ հաճախ գրգռված աղիքի համախտանիշ է դիտվում եւ մենք սովորաբար եթե խորհուրդ ենք տալիս դիմել նյարդաբանի եւ հոգեթերապևտի, որտեղ նրանց հետ համատեղ աշխատանքով կարող ենք նրանց կյանքի որակը բարձրացնել եւ նպաստել բուժման պատասխանին, որտեղ հաճախ եթե ունենում ենք այդ նյարդաբանական դրսևորումները նրանց մոտ, ինչպես նաեւ դեպրեսիաները չեն հետևում բժշկի ուղեցույցին, թե ինչպես պետք է բուժումը իրականացնեն, բաց են թողնում շատ միջամտություններ, հետազոտություններ, ինչպես նաև բուժման տակտիկայում եւ ունենում ենք ցավոք սրտի բարդություններ ենք ունենում։ Մի հարց կուզենայի տալ միջև անդրադարձ կատարելը դեպի բուժումը, որ շատ էլի կարևոր հատված է, բայց տեսեք շատ հաճախ բուժառուները իրենք ասում են, որ բացառվել է միանշանակ կրոնի հիվանդություն չունեն, հարցը կա այդպիսի էտապ կամ հետազոտությունների այդ գործիքակազմի մի ամբողջական կոմպլեքս, որ այդ դեպքում եթե սա արվել է, ապա բացառվում է կրոնի հիվանդություն, թե ասեմ ինչի նկատեմ հիվանդության դրսևորումից, այդ պահին կյանքի որակի ազդեցությունից կամ ախտանշաններից կարելի է եւ բաց թողնել ու չախտորոշել այդ փուլում, որը հետո միգուցե հերկվի։ Շատ խորը եւ ճիշտ հարց եք տալիս, որտեվ հաճախ կարող է թվալ, թե ինքը հենց գրգռված աղիքի համախտանիշ եւ որոշակի ժամանակ հետո բացահայտվի որ դա կրոնի հիվանդությունն է իրականում եւ հակառակը լինի մեղադրեն բժշկին, ասեն լավ չի հետազոտել։ Բայց օրինակ իհարկե ոչ շատ տոկոսային դեպքեր, բայց ունենք երբ որ կարող է ախտարվել բարակ աղների միջնահատվածը, այսինքն երբ որ գաստրո եւ կոլոնոսկոպիայով անհասանելի է այդ հատվածը, սովորաբար դրսում ախտորոշում է կապսուլային էնդոսկոպիայով։ Հայաստանում իհարկե կա կապսուլային էնդոսկոպիան, բայց ցավոք սրտի գնի արժեքի պատճառով ոչ բոլորին է հասանելի։ Եվ հետեւաբար այդ հատվածը թողնելով
գուցե եւ նաեւ բաց թողնենք։ Հասկացած ես, այսինքն քիչ հավանական է, որ իհարկե քիչ հավանական է, որտեղ բայց եւ հնարավոր է, որ միայն այդ հատվածում լինի ու ինքը հետազոտման բայց եթե օրինակ գործընթացում չմտնի։ Լաբորատոր տվյալները նորմալ են, կներեք կատե քննություն, էնտերոգրաֆիան, էնտերոգրաֆիան, կալպրոտեկցինը, կղանքի անալիզը նորմալ է, քիչ հավանական է։ Հասկացած ես, կարևոր դրույթ էր։ Եկեք խոսենք բուժման մոտեցումներից էլի։ Այստեղ էլ բազմադիսցիպլինար է, այստեղ էլ միանշանակ միայն դեղորայքային չի, այլ վարքագծային, եթե կարելի է հակիրճ այս բոլոր եկեք անդրադառնանք բոլոր էտապներին։ Նախ առաջի հերթին շատ կարևոր է սննդակարգի պահը եւ կենսակերպի։ Առանցքային է սննդակարգը։ Կարևոր է, չէ, ասել բացարձակ է ոչ։ Այո, բայց կարևոր է։ Բայց կարևոր բաղադրիչ է։ Օրինակ, խուսափել այդ ապխտած սննդամթերքներից, ֆաստ ֆուդերից առաջընթաց, շատ մշակված սննդամթերքներից, մեծ քանակությամբ ածխաջուր պարունակող սննդամթերքներից կարևոր է, որտեղ դա փքվածություն են առաջացնում, կողքից նաև գանգատներ են առաջացնում։ Ածխաջուր շատ օգտագործելը։ Այո, իհարկե շատ օգտագործելը։ Պետք է բացառել, թե էլի չափականական չասնել, մենք չենք ասում, որ պետք է ամեն ինչ հստակ բացառել, հատկապես եթե անցնում ենք ախտադադարի, կարող է ապրել այնպես, ինչպես մնացածը ապրում են։ Ծխելը հստակ կրոնի հիվանդության դեպքում պետք է բացառվի, հատկապես հետվիրատական շրջանում այն առանձին բարձր ռիսկի գործոն է հանդիսանում։ Բուժման արսենալում յուրահատուկ տեղ է զբաղեցնում կենսաբանական թերապիան, թանկարժեք դեղորայքներ են, որոնք ցավոք սրտի ոչ բոլորն են գրանցված մեր երկրում եւ որոնք էլ որ գրանցված են, դրանց զգալի հատվածը թանկարժեք է։ Իհարկե, պետությունը ժամանակ առ ժամանակ մեզ տրամադրում է դեղորայքով, լինում է, բայց դա մշտական բնույթ չէ, որ կրում է։ Այո։ Եվ ցավոք սրտի մեր պացիենտները ստիպված են լինում հարևան երկրներից փորձել հայթայթել այս դեղորայքը։ Եվ նաև սա փորձեմ այս հաղորդումով ուշադրության գրավենք, այս հարցի նաև շտկմանը որոշակի առումով էլ։ Այո, հուսանք, որ պատկան մարմինները այսօր մեզ դիտում են, չեն անտեսում կրոնի հիվանդությունը, որտեղ խոսեցինք ինչքանով է դա մարդու կյանքի բոլոր սֆերաների վրա ազդում, ապրելակերպի, պրոդուկտիվության, ինչու ոչ չմոռանանք, որ մարդու ռեալիզացվածությունը առհասարակ հաջողության հասնելու նույնիսկ կարող է խանգարել, երբ կա մշտական գանգատ, որը ձգձգվող է, որը մշտապես խանգարում է, բայց կարծես թե կյանքին լուրջ վտանգ չի սպառնում։ Նաև ավելացնեմ վիրատական բուժման մասին։ Եթե հատկապես ունենում ենք բարդություններ, օրինակ նեղացում, աղիքի լուսանցքի, դա կայուն նեղացում է։ Եվ այսօր օրինակ եվրոպական մի շարք երկրներում եւ զարգացած երկրներում խորհուրդ են տալիս ոչ թե գնալ միանգամից բիոլոգիկ թերապիայի, այլ հակառակ առաջնահերթ գնալ վիրահատության եւ դինամիկ հսկել։ Եթե կունենանք հիվանդության կրկին ռեցիդիվ, կրկին սրացում, ապա սկսենք բիոլոգիկ թերապիան։ Այսինքն արդեն նեղացման դեպքում պետք չէ սպասել աղիքային անանցանելիության զարգացմանը եւ նոր գնալ վիրահատության, որտեղ հաճախ լինում է, որ ասում են դե փորձեք ձեր բիոլոգիկ թերապիան, նոր եթե կզարգանա անանցանելիությունը նոր գնանք, բայց դա սխալ մոտեցում է։ Այո, հասկացա։ Բժիշկ Բաղդասարյան, արդյոք կա ինչ-որ նորություն, գիտությունը հետաքրքիր է, ուր է գնում, ինչպես է զարգանում, որ դուք օրինակ վերջին անգամ կարդացել եք հենց կրոնի վերաբերյալ ու դա ձեզ տպավորել է կամ մեծ պոտենցիալ եք տեսնում այդտեղ։ Նախ ձեր թույլտվությամբ կցանկանամ անդրադառնալ, որ Հայաստանը 1 տարուց ավել է հանձնում է Եվրոպական կրոնի եւ կոլիտի կազմակերպության անդամ երկիր ի շնորհիվ գաստրոենտրոլոգների հայկական ասոցիացիայի եւ Միքայելյան հիվանդանոցը մեր երկրում միակն է, որ աղների բորբոքային հիվանդության մասնագիտացված կենտրոն է համարվում ըստ այդ կազմակերպության։ Ինչ է իրենից ներկայացնում այս կազմակերպությունը։ Սա մի կազմակերպություն է, որը միավորում է եվրոպական բոլոր երկրները այս հիվանդությամբ զբաղվող, ստեղծում է ուղեցույցներ այս հիվանդության վարման, նորագույն մոտեցումներ, միևնույն ժամանակ տալիս է դրամաշնորհային ծրագրեր երիտասարդ բժիշկներին վերապատրաստվելու, նաև գիտական հետազոտություններ կատարելու։ Այսինքն նպատակը բարձրացնել բոլոր եվրոպական երկրներում բուժմանը միևնույն համարժեք մակարդակի վրա, փորձել։ Եվ մենք էլ փորձում ենք սրան համընթաց քայլել։ Օրինակ, հենց այդ նպատակով մայիսի 2-ին Հայաստանում տեղի կունենա Eco Workshop կոնֆերանսը, որին կմասնակցեն միջազգային փորձագետներ եւ կունենա փորձի փոխանակություն։ Այսինքն քննարկվում են բոլոր բարդ դեպքերը, նրանք ասեն իրենց կարծիքները եւ կուզենամ, որ նաեւ մեր այլ գաստրոենտրոլոգները, ռադիոլոգները, նաև պաթոլոգները, վիրաբույժները նույնպես մասնակցություն ունենան այդ ծրագրում։ Ինչու ոչ, հնչեցնենք ուրեմն մայիսի 2-ին, ինչպես հասկացա, տեղի ունենալու Eco Workshop։ Կհրապարակենք դա հետագայում, տեղը եւ ժամը կհրապարակենք։ Եվ վերջի դեպքը, որ կարդացել եմ, իհարկե դա այս վերջին տարիներին շատ է դրա վերաբերյալ հետազոտություն, դա օրինակ իհարկե խոցային կոլիտի վերաբերյալ է, կարծես նրա եղբայր հիվանդությունը լինի, որտեղ իրանց տարբերակումները երբեմն դժվար լինում։ Օրինակ
Կույրախի որդանման ելունի հեռացումը կարող է բերել հիվանդության ռեմիսիայի ընդհանուր միջև կամ բուժման պատասխանի բարելավմանը կամ որ ներկայումս նույն կրոնի հիվանդության համար դինամիկ հսկելու համար բուժման էֆեկտիվություն իրանք աղիքային ուլտրաձայնային հետազոտություն են անում, այսինքն անդադ նաև էնդոսկոպիա չեն անում։ Որպեսզի հսկեն։ Իհարկե երբեմն էնդոսկոպիան ունի իր առավելությունը հսկելու ընթացքում, եթե հատկապես ունենում ենք բուժմանը չպատասխանելու դրվագ, պետք է վստոտի բիոպտատ ունենանք եւ բիոպտատում տեսնենք գուցե այնտեղ ցիտոմեգալովիրուսային ինֆեկցիա կա կամ այլ ինֆեկցիա է միացել։ Սա իհարկե բացարձակ չէ, որ ասենք մի արեք էնդոսկոպիան, չէ, իհարկե պետք է կատարվի ըստ ցուցման։ Շատ հետաքրքիր երկու այսպես իրարից մի քիչ կոնտրաստ դրույթեր, այսինքն մի կողմից մի քիչ խնայող մեթոդ վերահսկողության համար, եթե խիստ ցուցում չկա, որը ինչպես հասկանում եմ, իրոք Հայաստանում շատ չի կիրառվում եւ ակցենտավորումը կարծես թե ուլտրաձայնի վրա չի դրվում։ Հուսանք, որ դա ինչ որ էլի պոտենցիալ ունի եւ հետագայում ավելի առաջնահերթ կլինի, որտեղ մատչելի է, ավելի խնայող է, քիչ տրավմատիկ է, ինչու ոչ եւ ավելի հեշտ կգնա։ Բայց նաեւ մյուս ֆակտորն էլ կա, որ իրանց մոտ էնդոսկոպիկ հետազոտությունները թանկարժեք են, այսինքն դա ապահովագրությունն է փոխհատուցում դրա համար, իսկ մեր երկրում մենք հատկապես դրա կարիք ունենք։ Այո, իհարկե ունենք, բայց ավելի մեր երկրում էնդոսկոպիան մատչելի է, եթե համեմատենք մի քանի $100 չի հասնում կամ եվրոների չի հասնում։ Շատ լավ։ Եվ հաջորդ դրույթը, սիրելի հեռուստադիտողներ, տեսեք, եթե ձեր բժիշկը առաջարկի որդանման ելունի հեռացումը, չնայած դուք ապենդիցիտի տիպիկ կլասիկ դրսևորում ախտանշաններ չունենաք, չզարմանաք, որտեղ մասնագետը փաստում է, որ կա նույնիսկ այդպիսի միտում, հոդվածներ եւ գիտական աշխատանքներ, որ դա կարող է բերել կրոնի հիվանդության ռեմիսիայի ժամանակավոր ներեգություն։ Եղբայր հիվանդության խոցային կոլիտի ժամանակավոր դադարի ախտանշանների քիչ կարևոր չէ։ Շատերը կլինեն, որ կդիմեն, ինչպես հասկանում եմ, դեռ մեզ մոտ դա շատ ակտիվորեն չի կիրառվում, բայց այդպիսի սպասենք ուղեցույցներում այդ մոտեցումը կհաստատվի կերենք։ Եվ վերջում որպես ամփոփում խնդրեմ, եթե ունեք կոչ խորհուրդներ մեր հեռուստադիտողներին, ովքեր առնչվում են կրոնի հիվանդությանը, խնդրեմ։ Խորհուրդ տամ մեր քաղաքացիներին ժամանակին դիմել բժշկի, որպեսզի ունենան ճիշտ եւ ժամանակին ախտորոշում եւ սկսեն ժամանակին բուժումը, քանի որ ժամանակին եւ ճշգրիտ սկսված բուժումը կարող է նվազեցնել բարդությունների զարգացումը եւ պացիենտը ապրի այնպես, ինչպես ապրում են մնացած այլ պացիենտներ։ Շնորհակալ եմ շատ, հետաքրքիր զրույց ունեցանք։ Մեր հյուրներ այսօր Միքայելյան համալսարանական հիվանդանոցի գաստրոենտերոլոգ Լիար Թաբան, Երևանի պետական բժշկական համալսարանի դասախոս Էդմոնդ Բաղդասարյանը, ում հետ քննարկեցին կրոնի հիվանդությունը ժամանակակից արդի մոտեցումներից մինչև անգամ գիտական հետաքրքիր հոդվածներ եւ մոտեցումներ լսեցինք եւ իհարկե իմացանք, որ մայիսի 2-ին տեղի ունենալու հանդիպում գաստրոենտերոլոգների Eco Workshop, ինչպես ասեց մասնագետը, որին հրավիրում էր իր գոլեգաներին մասնակցության համար, որտեղ տարբեր միջազգային մասնագետներ կկիսվեն իրենց փորձով։ Իհարկե մեր տեղացի բժիշկները եւս կարծում եմ, որ հետաքրքիր էր այսօրվա թեման, գնացինք առաջ։